Մայիսի 5-ի ընտրություններով Հայաստանում փակվեց 1 տարի տևած ընտրական ժամանակաշրջանը եւ այսօր կարող ենք արձանագրել, որ անկախ տարատեսակ հույսերից ու սպասումներից որևէ անակնկալ չգրանցվեց եւ ինչպես միշտ ընտրություններ կոչվող միջոցառումը ծառայեց միայն մեկ նպատակի՝ այն է իշխանության վերարտադրմանը։ Մեծ հզորություն փորձագետներն այսպես բնութագրեցին հայաստանյան ընտրական գործընթացները։ Ավելին, սոցիալ-դեմոկրատ հնչյակեն կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխությունն ուղղակի բացառվում է։ Ինչ ընտրությունից Այս այլանդակությունը ընտրություն չի։ Այդ գողականով, մողականով, խուլիգանով մարդկանց բերել, ավտոբուսներով ընտրել, հայհոյրոց անել, մտրնդատեղամաս, հավյանքներ, Սա ընտրություն չի, սա խուժանություն է։ Հույդա խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկրում տեղի ունեցող մեծ ու փոքր մասշտաբի ընտրական գործընթացների ժամանակ ռեսուրսներն աշխատեն միայն իրենց վերարտադրումն ապահովելու համար։ Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի համոզմամբ միայն այս վերջին 1 տարվա ընտրությունները չէին, որ ապացուցեցին փոփոխության անհնարինությունը։ Այնուամենայնիվ ինչի էին կուսակցությունները գնում դրան, որովհետև դա նրանց փեշակն է, անուն հանելու, փող աշխատելու եւ ընդհանրապես ինչ-որ բանով զբաղվելու, սեփական գինը բարձրացնելու եւ ինչու՞ չէ միգուցե նաեւ վաճառվելու հնարավորություն։ Եթե ամբողջ պետական մեքենան աշխատում է մեկի օգտին, այդ նշանակում է մենք կամա թե ակամա հայտնվում ենք պետական մեքենայի դեմ հանդիման։ Եվ ուրեմն սա իսկապես դժվարացնում է մեր կյանքը, մեր ընտրությունների որակն է դրանից տուժում, այս մի ընտրություններն էլ զերծ չեղան դրանից եւ ստվեր ընկավ նորից այս ընտրությունների վրա, սա միանշանակ է։ Մեր այն հարցին, թե ինչպես են գնահատում Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը եւ որ հանրահավաքային միջոցառումներն ինչու չեն ծառայում իրենց նպատակին, փորձագետներից ոմանք պատասխանեցին, որ դա առաջին հերթին կախված է նրանից, թե ով է հետընտրական շարժման ղեկավարը եւ ինչ ծրագրերով է առաջնորդվում։ Մինչդեռ Հարություն Մեսրոբյանի կարծիքով կուսակցական ցանկացած գործունեություն դատապարտված է ձախողման։ Կուսակցային ցանկացած գործունեություն, որոնք նաև հրահրվում են ինչ-որ չափով կուսակցապետերի կողմից, դատապարտված է։ Ուրիշ բան, եթե կան այլ նախաձեռնություններ, որոնք ոչ կուսակցականացված են, ոչ կապված են այս կամ այն կորպորատիվ շահերի հետ, այլ իրոք մտահոգված են Հայաստանի ապագայով։ Տեղի ունեցած վերջին 3 ընտրությունները վերջնականապես ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական գործընթացը բոլորովին կապ չունի քաղաքականության հետ։ Իսկ նման իրավիճակի ձևավորման գործում փորձագետների համոզմամբ մեծ ներդրում ունի ոչ միայն իշխանությունը, այլ նաև քաղաքական դաշտում գործող մյուս բոլոր ուժերը։ Էմմա Պայլյան, Գարիկ Աձիբեկյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։